Որքան ներուժի բուն մեկնարկը մոտենում է, այնքան ավելի բուռ է դառնում աշխատանքը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Այստեղ ընդունվում, ուսումնասիրվում եւ ընտրվում են այն ստարտափ գաղափարները, որոնք այս տարի պետք է մասնակցեն ներուժ 6-ին։ Ակտիվ հայտեր ենք ստանում, զանգեր ենք ստանում, հարցումներ եւ այլը, եւ թիմը աշխատանքային խումբը ակտիվորեն աշխատում է ներուժցիների հետ։ Մենք երբ որ ավարտենք հայտերի ընդունման փուլը, մեր աշխատանքային խումբը գնահատումը իրականացնի, որը մենք անվանում ենք նախնական գնահատում, կորոշվեն այն ստարտափները եւ մասնակիցները, որոնց հրավիրելու ենք Հայաստան ամփոփիչ միջոցառումներին մասնակցելու համար։ Իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ից 27-ը, որտեղ մասնագիտական ժյուրին արդեն կընտրի լավագույն ստարտափներին, որ կարժանանան դրամական մրցանակների, գաղափարի փուլի եւ պրոդուկտի փուլի համար։ Այս տարի եւս նախատեսված է միջազգային ակսելերացիոն ինտենսիվ կուրս մեր ստարտափների համար, այդ թվում նաեւ տարբեր հանդիպումներ, մենթորական ծրագիր եւ այլն։ Եթե ունեք լուծումներ, որոնք կարող են փոխել խաղի կանոնները տարբեր ոլորտներում, ապա ներուժը սպասում է ձեզ։ Այս ծրագրում կարևորվում է ստարտափների նորարարական եւ տեխնոլոգիական բնույթը։ Ոլորտային սահմանափակումներ չկան, ծրագիրը բաց է բոլոր նոր գաղափարների համար։ Այն ընկերությունները կամ այն ստարտափները, որոնք կհաջողվեն եւ կունենան հաղթանակներ, կստանան դրամաշնորհներ, ապա մեկ ամիս շարունակ իրենք եւս միջազգային ակսելերատորի հետ կշարունակեն իրենց դասընթացները ավելի խորացված տեսքով։ Փորձը ցույց տվեց, որ այս ստարտափները, որոնք անցնում են միջազգային ակսելերացիոն ծրագիր, հետագայում նաեւ գնում են եւ մասնակցում են մեկ այլ միջազգային ակսելերացիոն ծրագրի, որը նաեւ պետությունը իրականացնում է հայաստանյան ստարտափների համար եւ բավականին աճ է գրանցում ստարտափի առումով։ Այն ստարտափները ներուժի շրջանակում, որ եկել եւ մասնակցել են մեր միջազգային ակսելերացիոն դասընթացներին կամ ներուժ ծրագրին, եթե անգամ չեն էլ հաղթել, ապա որոշում են կայացրել մնալ Հայաստանում եւ օգտվել նաեւ մեր նախարարության ընձեռած տարբեր ծրագրերից, օրինակ գաղափարից բիզնես ստարտափների աջակցման ծրագիրն է, օրինակ մեր աջակցության ծրագրերը եւ այլը։ Մենք այս տարի ակնկալում ենք լայն ոլորտային ստարտափների մուտք Հայաստան, ակսելերացիոն դասընթացներ եւ հույս ունենք, որ շատ մեծ եւ կարեւոր ստարտափներ, պրոդուկտներ կարժանանան հաղթանակների, որոնք նաեւ կհաստատվեն Հայաստանում, կիրականացնեն իրենց բիզնես գաղափարները Հայաստանում։ Սփյուռքահայ մասնակիցներից հայտերի ընդունմանը զուգահեռ նախարարությունը հատուկ ժամանակ է տրամադրում ծրագրի վերաբերյալ հարցերի արագ արձագանքմանը։ Բոլոր հայտերը լրացվում եւ ընդունվում են միջազգային գաստ հարթակում։ Եվ մասնակիցները լրացնում են 5 չափորոշիչից բաղկացած հարցաշար, որտեղ արդեն մենք կարողանում ենք տեսնել, թե որ երկրներից ունենք դիմորդներ։ Հարթակը բավականին պարզ է եւ մասնակիցը կարողանում է ուղղակի մի քանի հատվածից լրացնել հայտը, որի միջոցով արդեն գնահատող հանձնաժողով է ձևավորվում եւ գնահատող հանձնաժողովը իրականացնում է նախասկրինինգային գործընթաց, որի միջոցով արդեն մենք կարողանում ենք մասնակիցների հետ կապ հաստատել, եթե օրինակ ինչ-որ պակաս փաստաթղթեր կան կամ ինչ-որ սխալ ֆայլեր են ներբեռնել, այդ դեպքում արդեն հանձնաժողովը նշում է եւ մենք կապնվում ենք մասնակիցների հետ, խնդրում ենք թարմացնել ֆայլերը, որի միջոցով արդեն կարողանում են լիարժեք հայտ պատրաստել։ Նախարարությունը հոգում է մինչեւ 2 մասնակցի ամբողջությամբ ծախսերը եւ ավիատոմս եւ կեցություն եւ մասնակիցները տեղափոխվում են Հայաստան, արդեն մասնակցելով 6-օրյա ակսելերացիոն ծրագրի, որից հետո արդեն երկրորդ գնահատող հանձնաժողովը, այսինքն վերջին փուլին անցած մասնակիցներին գնահատում է եւ վերջնական հաղթողները որոշվում են հենց 6-օրյա միջոցառման ավարտին։ Առաջին տարիներին, երբ ներուժը դեռ նոր էր ձևավորվում եւ տեղորոշվում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում, Վիկտորիա Պողոսյանը մասնակից է եղել ծրագրի զարգացման տարբեր փուլերին։ Նախորդ տարի նաեւ հնարավորություն է ունեցել որպես ժյուրի մասնակցել եւ գնահատել սփյուռքահայ ստարտափների գաղափարները։ Շատ հետաքրքիր էր, որ ստարտափերը նաև տարբեր ոլորտների համար էր։ Օրինակ հաղթողների մեջ կային առողջապահության ոլորտում բարելավող հետաքրքիր գաղափարներ,
գյուղատնտեսության ոլորտում ունեինք հաղթող, տվյալների հետ աշխատանքի մասով ունենք հաղթող, որը շատ կարևոր է, որ այդ բազմազանությունը ապահոված է։ Եվ ես կարող եմ մի բան ասել, մի խոսքեր ասել եմ նաև ներուժի ժամանակ, երբ որ մենք արդեն ընտրվեցին հաղթողները եւ հրապարակվեցին արդյունքները, որ ծրագրի ազդեցությունը միայն հաղթողների վրա չի անդրադառնում, նաև մասնակիցները։ Ես կարծում եմ, որ այս ծրագրին ամենակարևորը մասնակցությունն է, որտեղ դա հնարավորություն է տալիս ստեղծել կապեր Հայաստան-Սփյուռք էկոհամակարգի հետ, տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ միշտ հյուրի կամ ժյուրի տեսքով մասնակցում են միջոցառմանը, լսում են բոլոր հետաքրքիր գաղափարները, բոլոր նորարար մոտեցումները եւ դա հնարավորություն է տալիս այդ նոր ձևավորված թիմերին ինչու ոչ շփվել, միգուցե եւ հնարավորություններ բացվեն։ Ես համոզված եմ, որ մեր Սփյուռքից մասնակիցները շատ նոր կապեր են ձեռք բերել, ավելի կապվել են Հայաստանի հետ, ձեռք են բերել ընկերներ, որը նույնպես շատ կարևոր է տվյալ հարցում։ Ես միշտ մասնակիցներին ներուժի ասում եմ, որ ակտիվ եղեք, մասնակցեք, անպայման չկան գաղափարներ լավ կամ վատ, մեծ կամ փոքր, յուրաքանչյուր գաղափար միշտ էլ բերում է իր նորամուծությունը, միշտ էլ մարդիկ երբ որ համախմբվում են, գիտելիքով, փորձով, խիզախությամբ կիսվում են, ստեղծվում է ավելի լավ արժեք, ստեղծվում են գաղափարներ, ստեղծվում են նոր ընկերություններ, ստեղծվում են նոր գործիքներ, ու այդ ամեն ինչը այդ կապի, այդ շփման միջոցով է ստեղծվում եւ շատ ուրախ եմ, որ անցյալ տարի նաեւ միջազգային աքսելերատորներ գրաված եղել այդ նախապատրաստական աշխատանքների մեջ, իրենց հետ աշխատանքների մեջ եւ այդ փորձը միջազգային աքսելերատորի նույնպես երիտասարդները կարողացան վերցնել, օգտագործել եւ ավելի լավ ներկայացնել իրենց պրոդուկտը, ավելի բարելավել իրենց պրոդուկտը, այնպես որ կարծում եմ, որ այս տարի եւս կլինի շատ ակտիվ եւ ինչքան շատ երկրներ մասնակցեն, ինչքան շատ մեր Սփյուռքը լինի, այնքան մեր երկիրը ավելի հաջողությունների կհասնի։ Խիզախ է պետք լինել, դիմել, մասնակցել եւ այդ մասնակցության ընթացքում ինչ որ ես կարող եմ կիսվել, շատ գաղափարներ, որոնք որի սկզբանե գալիս են ինչ որ մի ավելի նեղ շրջանակով, այդ ընթացքում այդ process-ի մեջ մինչև ոնց որ իր եզրափակիչ փուլը իրենց գաղափարները կարողանում են ավելի մեծանալ, ավելի ընդլայնվել, ավելի ճիշտ թիրախավորվել, ավելի ճիշտ նպատակը ձևավորել, այնպես որ ես կհորդորեմ բոլոր ապագա ներուսիներին խիզախ լինել, անպայման մասնակցել եւ միշտ հիշել, որ չկա վատ գաղափար։ Սփյուռքահայ մասնակիցներին հաշված օրեր են մնացել ծրագրին դիմելու համար, թե երբ հայտնի կլինեն հաջողակները գաղափարների մրցավազքում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ներուժ 6 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին կարող են դիմել տեխնոլոգիական եւ նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, որոնք առնվազն 5 տարի ապրում են Սփյուռքում եւ ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր կամ հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն եւ զբաղվել տնտեսական գործունեությամբ։ Ամփոփիչ փուլում կկազմակերպվեն միջոցառումներ եւ կտրամադրվեն դրամաշնորհներ երկու ուղղություններով։ Գաղափարի փուլ՝ առաջին տեղ 15 միլիոն դրամ, երկրորդ տեղ 10 միլիոն դրամ, երրորդ տեղ 5 միլիոն դրամ։ Աճի փուլ՝ առաջին տեղ 30 միլիոն դրամ, երկրորդ տեղ 20 միլիոն դրամ, երրորդ տեղ 10 միլիոն դրամ։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել nerush.am կայքը եւ սեղմել դիմել կոճակը։ Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 30-ը։